Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում տապանի քննարկում հաղորդաշարն է, այսօր մեր հյուրն է տնտեսագետ եւ գործարար Ռազմիկ Տերտերյանը եւ մենք քննարկելու ենք նրա հետ միասին 3+3 ձևաչափի տնտեսական հնարավորությունները, ինչպես գիտեք 3+3 ձևաչափը բազմիցս քննադատվել է տարբեր քաղաքական ուժերի կողմից որպես մի ձևաչափ, որտեղ հիմնականում երաշխում են Հայաստանի թշնամիները եւ այդ ձևաչափը ոչ մի լավ բան Հայաստանին տալ չի կարող։ Պարոն Ռազմիկ Տերտերյանը այլ տեսակետ ունի, մենք հիմա խնդրենք իրեն ներկայացնել այդ տեսակետը, իր հիմնավորումները եւ փորձենք հասկանալ արդյոք ուրեմն այդ ձևաչափը կարող է ինչ որ բան տալ Հայաստանին։ Համեցեք պարոն Տերտերյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Հարությունյան, 44 օրյա պատերազմից հետո Թուրքիան հանդես եկավ առաջարկության, որպեսզի ստեղծվի 3+3 ձևաչափը քաղաքական խնդիրները լուծելու համար։ Ռուսաստանը ճիշտ է սկզբնական փուլում չէր ցանկանում, որպեսզի այդ ձևաչափով շարունակվի քաղաքական խնդիրների լուծումը, բայց ինքը ճարճ ուներ, ինքը համաձայնվեց Թուրքիայի հետ, ինչպես գիտեք նաև Աղդամում ստեղծվեց համատեղ մոնիտորինգային կենտրոնը, որը ոնց որ ասած առաջնեկ հանդիսացավ այս ձևաչափի զարգացման հարցում։ Ուրեմն այս ձևաչափի հիմնական իմաստը կայանում է նրանում, որպեսզի ստեղծվի ինտեգրացիոն հարթակ տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական խնդիրները լուծելու համար։ Իսկ հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի ուրեմն տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, քաղաքական եւ տնտեսական համագործակցության խորացմամբ տարածաշրջանի խնդիրները, հակամարտությունները լուծվեն տարածաշրջանի ներսի երկրների միջոցով։ Այսինքն այդ դեպքում արդեն կթուլանար կամ կբացառվեր այլ կենտրոն, ասենք արևմուտքի հզոր խաղացողների ներկայությունը այս տարածաշրջանում։ Հիմնական նպատակը դա էր։ Այստեղ մի այսպիսի հարց է առաջանում, այո, դուք ճիշտ եք ասում, որ այդ հարթակը հիմնականում ստեղծվել էր, որպեսզի տարածաշրջանային երկրներից բացի այլ երկրներ չխառնվեն այս հակամարտությանը եւ այս երկրները ինքնուրույն իրար մեջ փորձեն լուծել, բայց հենց 20 թվականի պատերազմը ցույց տվեց, որ չնայած նույն Ադրբեջանի կողմից բազմաթիվ հավաստիացումներին, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, առանց ռազմական ճանապարհի եւ այլն, Իլհամ Ալիևը նախընտրեց ռազմական ճանապարհը եւ փաստորեն ստացվեց, որ այս երկրները, որոնց մասին դուք խոսում եք, իրենք գերադասում են իրար մեջ ոչ թե բանակցային ճանապարհով լուծել խնդիրները, այլ ուժի կիրառմամբ։ Եվ տվյալ դեպքում ստացվում է մի իրավիճակ, որտեղ Հայաստանը փաստորեն մասնակցում է մի հարթակի, որտեղ մեծամասամբ գտնում են այն երկրները, ովքեր պատրաստ են ուժի եղանակով Հայաստանի հետ հարցերը լուծել։ Դուք ինչպես եք պատկերացնում, որ այս իրավիճակում հնարավոր է ուրեմն այս հարթակը ծառայեցնել Հայաստանի շահերին։ Այո, դուք շատ ճիշտ եք նկատում, որ Ադրբեջանը ձգտում էր ռազմական ճանապարհով լուծել իր խնդիրները, բայց պատկերացնենք այսպեսի բնական երևույթ, երբ որ տեղանանում մեծ երկրաշարժ, նրան հետևում են հետցնցումներ, չէ՞, ավելի կամաց երկրաշարժի ալիքները թուլանում են։ Հիմա տեսեք, պատկերացնենք 44 օրյա պատերազմը դա այդ մեծ երկրաշարժն էր։ Նրանից հետո արդեն կամաց պատերազմի եւ ասենք այդ էսկալացիոն ալիքները կամաց թուլացավ եւ կարելի ասել որ Արցախի հայաթափումից հետո արդեն լուրջ բախումներ տեղի չեն ունեցել։ Այսինքն այդ պատերազմի եւ էսկալացիոն վտանգները կամաց թուլացան եւ կարելի ասել որովհետեւ այն առարկան, որի շուրջը այդ հակամարտություններ Պաստորեն լուծվեց հոգուտ կողմերից մեկի եւ ցեղասպանության եղանակով պաստորեն այնտեղ էթնիկ զտումով հայերը վերացվեցին։ Հիմա այս ամբողջ իրավիճակից հետո ընդ որում եկեք մի փաստել հիշենք, որ այս պատերազմը զուտ ուրեմն Ադրբեջանի հղացած պատերազմը չէր։ Թուրքիան մասնակցում էր այդ պատերազմին, ինչի մասին բազմիցս հայտարարել է, Թուրքիայի հատուկ ջոկատայիններն էին տրվում հիմնականում
Արցախի ուժերի դեմ եւ այս իրավիճակում այս մեր 3+3-ի երկու երկիր առնվազը իրենց ռազմական պոտենցիալով ճնշում են երրորդ երկրին։ Մնացածի մասին չեմ խոսում։ Այո, ես համաձայն եմ ձեր հետ, եւ նրանք փորձում էին ուժի միջոցով լուծել Զանգեզուրի Միջանցքի խնդիրը եւ ոչ միայն Զանգեզուրի, այլ ամբողջ Հայաստանի խնդիրը փորձում էին ուժի միջոցով լուծել։ Նրանք սկզբից ծրագիր ունեին, ուրեմն Զանգեզուրի Միջանցքի անվան տակ գրավել ամբողջ Սյունիքը, այնուհետև շարժվել դեպի մեր հյուսիս-արևել, դեպի Սևանի ավազան, որտեղ իրանք ասում են, որ Սևանի ջուրը ոչ միայն ձերն է, այլ նաև բոլորինս է, տվյալ դեպքում բոլորինս ստացվում Ադրբեջանին ու Հայաստանին, այսինքն նրանք պետքա այդ անվան տակ նաև Սևանից Վարդենիսի գրավումով կամաց իջնեին Արարատյան դաշտավայր եւ փաստորեն կստացվեր, որ Հայաստանը գներ կատյոլի մեջ, ասենք, եւ մեր քաղաքական ապագան կզրոյացվի, այսինքն Հայաստանը գոյություն չէր ունենա։ Բայց մենք գիտենք այդ ծրագրին ամբողջությամբ դեմ կանգնեց Իրանը, նա հայտարարեց իր համար կարմիր գիծա Զանգեզուրի Միջանցքը, այն սահմանավորման փուլում Իրանը իր համար կարմիր գիծ հայտարարեց։ Եթե դուք հիշում եք, Էրդողանը ինքը հայտարարեց, որ եթե մեր Իրանի բարեկամները չխանգարեն, արդեն Զանգեզուրի Միջանցքի խնդիրը լուծված կլիներ։ Զանգեզուրի Միջանցքի խնդրի լուծումով լուծվում է մեր չլինելու խնդիրն է լուծում։ Հիմա, բայց նաև ուրեմն Ռուսաստանը որոշակի չափով դեպ կանգնեց այդ թուրք-ադրբեջանական ծրագրին, ասելով, որ եթե պետք է Հայաստանի խնդիրը լուծվի չգոյությամբ, ապա դա կլինի իմ կազմում։ Այսինքն Ռուսաստանը եթե պետք է համաձայն, որ Հայաստան չլինելու, այսինքն պետք է Հայաստան չլինի միանալով Ռուսաստանին։ Հիմա այդ քաղաքական խնդիրների հետ ուրեմն լարվածությունը թուլացավ, հիմա ներկա պահին որոշակի առաջընթաց Ինչու թուլացավ։ Ներկա պահին այդ խնդիրը այլևս գոյություն չունի, որ պարտադիր է Զանգեզուրի Միջանցքը։ Եթե հիշում եք, Ալիևը ինքն էլ հայտարարեց, եթե դուք Զանգեզուրի Միջանցքը չտաք, մենք Իրանով կգնանք։ Եթե առաջ ինքը հայտարարում է, որ մենք ուժեղ բռունցքով, տանկերով կմտնենք, կգրավենք, մեր իրավունքները կպաշտպանենք, հիմա ինքը ասում է, տալիս եք տվեք, չեք տալիս, ձեր պրոբլեմն է։ Բայց հիմա էլ ուրիշ հարց է դրված։ Ալիևը պնդում է, որ 300,000 ադրբեջանցիներ պիտի բնակվեն Արևմտյան Ադրբեջանում, այդպես են իրանք անվանում Հայաստանը, եւ այս 300,000 ադրբեջանցիները եթե գան Հայաստան, պարզավոր նրանց պետք է անելու անվտանգության պաշտպանություն եւ այլն, եւ այդ էքսպանսիան հիմա այս փախստականների ճանապարհով է գնում, ընդ որում հայկական իշխանությունների կողմից ոչ մի անգամ բառ չի գնում, որ եթե դուք ուզում եք 300,000 ադրբեջանցի բերեք Հայաստան, ապա ուրեմն պետք է նաև բաց լինեք, որպեսզի ուրեմն Ադրբեջանից Հայաստան եկած փախստականները վերադառնան Արցախ, վերադառնան Բաքու, վերադառնան Յանջա եւ այլն, եւ այս իմաստով գանձակ եւ այս իմաստով այդ դիալոգը, որը որ կատարվում է քաղաքական դաշտում, ինքը հավասարազոր դիալոգ չի։ Մի կողմից ճնշում են, մյուս կողմը որևէ ծպտուն չի կարողանում հանել, որովհետև գտնվում է ճնշված վիճակում։ Եվ այս քաղաքական իրավիճակում հիմա դուք առաջարկում եք ակտիվացնել այս 3+3 հարթակը։ Խնդրեմ։ Եթե թույլ տաք երկու բառով 300,000 փախստականը վերաբերել, ինձ թվում է մեր կառավարությունը շատ ճիշտ անում, որ այդ դիալոգի մեջ չի մտնում, ինչ որովհետև դա ոչ մի տեղ տանող դիալոգ է։ Ինչու՞։ Որովհետև նախ այսօրվա դրությամբ ամբողջ Ղարաբաղը գրավելով, Արցախը գրավելով, Ադրբեջանը այնտեղ ընդամենը 14,000 մարդ է բնակեցել, որոնց 90%-ը դրանք զինվորականներ են, իրենց ընտանիքի անդամներն են։ Այսինքն այն չի, որ եթե Ադրբեջանն ասում 300,000 մարդ կբերեմ, այդ մարդը կնդե հերթեն կանգնեն, որ մտնեն Հայաստան։ Դա ընդամենը դիալոգ է, հենց դիալոգ է, fake, ոչ մի տանող, որպեսզի Ադրբեջանը Հայաստանն ասի 300,000, օրինակի համար 300,000 մարդ պետք է գա Հայաստան, մենք ասենք, լավ, օքեյ, համաձայն ենք, ասենք, որ համաձայն ենք, իրաց պետք է տակ երաշխիքներ, իսկ երաշխիքներ տալու համար պետք է մենք այնտեղ ունենանք, չգիտեմ, զորք, միլիցիա, հասկանում եք, չէ՞։ Այսինքն այդ թեման բերում են իրանք, որպեսզի մտնեն իրանց խնդիրը տեղափոխեն մեր հողերի վրա։ Դա շատ ճիշտ բան է, որ մենք չենք մտնում այդ դիալոգի մեջ, դա ոչ մի տեղ տանող դիալոգ է։ Հիմա գանք արդեն 3+3 ձևաչափի,
ուրեմն շրջանակներում մենք հայերս ինչ քաղաքականություն պետքա վարենք։ Ուրեմն տեսեք, Ռուսաստանը սկզբնական շրջանում ինքը ոնց որ ասած մի քիչ իրան հեռու էր պահում այս ձևաչափից, բայց տեսա որ Թուրքիայի դիրքերը ուժեղացել են եւ ինքն էլ եթե այս ձևաչափը չզարգանա, ապա այս տարածաշրջան մուտք կգործեն արևմուտքի ուժերը։ Արդեն Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի նստել ավելի ուժեղ խաղացողների հետ։ Պարսկաստանին այս ձևաչափը շատ ձեռնտու է։ Ինչու, որտեղ այս ձևաչափի զարգացման դեպքում արևմտյան ուժերը ընդհանրապես բացառվում են այս տարածաշրջանում խնդիր լուծելու համար։ Արդեն Իրանը տեսնում է, որ իր ինքն էլ արդեն մտնում է հարցերի լուծման ուրեմն այդ բանակցությունների մեջ, այնտեղ ինքը կարա պաշտպանի իր շահերը, նաև ինչ որտեղ բլոկ անի արևմտյան ուժերի ներթափանցումը այս խնդիրների լուծման գործում։ Ադրբեջանի համար սա գերազանց հարթակ է իր շահերը պաշտպանելու համար։ Ինչու, որտեղ Ադրբեջանը մտածում է, որ այս 3+3 ձևաչափում իրան դեմ միայն Հայաստանը, մնացած 4-ը իրան կողմ են, այսինքն իր շահերի սպասարկման տեսանկյունից մենակ մենք ենք Ադրբեջանին դեմ լինելու։ Մնացած 4-ը Ադրբեջանի շահերի սպասարկողն են։ Ինչ որտեղ Իրանը հակադրվում է, բայց դա ինչ որտեղ նրանք շիա մուսուլմանական երկեր են, կարող են իրար հետ լեզու գտնել Ադրբեջանի կարծիքով։ Թուրքիայի համար սա գերազանց հարթակ է իր ամբողջ ներկայությունը հզորացնելու, ուժեղացնելու, ընդլայնելու, թե քաղաքական, թե տնտեսական, թե ֆինանսական, որտեղ ինքը այս բոլոր երկրների մեջ ամենազարգացածն է, ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, ինքը Եվրամիության տեխնացու է, ինքը ունի ֆինանսական հզոր ռեսուրսներ, մեկ շնչին ընկնող հնարով ինքը առաջ տեղում է եւ այլն եւ այլն։ Այսինքն այս հարթակում ամենաուժեղ օղակը դա Թուրքիան է եւ դրա համար ամենաձեռնտուն այստեղ իր շահերը եւ իր դիրքը ուժեղացնելու տեսանկյունից ամենալավ ուրեմն հարթակն է։ Վրաստանը դեմ է այս հարթակին, ինչու, որովհետեւ քաղաքական տեսանկյունից ինքը ունի մեծ խնդիրներ, հիմնախնդիր ունի Ռուսաստանը, դա Հարավային Օսիանա եւ Աբխազիան է, եւ եթե ինքը փորձում է այս հարթակում լուծի այդ խնդիրները, իր համար շատ պարզ է, որ ամենատուժողը լինելու է ինքը, որտեղ Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը Վրաստանի շահերի հաշվին, Վրաստանի ուրեմն հետաքրքրությունների հաշվին իրանք գլուծեն Աբխազիայի, Օսեթիայի հարցը ի վնաս Վրաստանի։ Այսինքն Վրաստանը գիտի, որ այս հարթակում ինքը միայնակ է։ Հիմա գանք մեր տեսանկյունից, Հայաստանի տեսանկյունից։ Ճիշտ է, այս հարթակում մենք նույնպես միայնակ ենք։ Ինչ որտեղ Իրանը կանգնած մեր թիկունքին, բայց Իրանը մուսուլմանական երկիր է, ավտորիտար ուրեմն իրանց կրոնական առաջնորդն է ղեկավարում այդ երկիրը եւ ամեն քայլափող կարող է իրանց քաղաքականությունը փոխել, որտեղ Ադրբեջանը շիաներ են, իրանք էլ շիաներ են, կարող են մեր շահերի հաշվին իրանք որոշակի առևտուր անել եւ մենք մնանք միայնակ, բայց մենք այլ ելք չունենք։ Ինչու չունենք այլ ելք, որտեղ տեսեք 3+3 ձևաչափի մեջ միայն Հայաստանն է, որ իր բոլոր սահմանները այս ձևաչափի մեջ է։ Մնացած 5 երկրները բացի այս ձևաչափի սահմանից ունեն նաև այլ արտաքին սահմաններ։ Այսինքն մենք ճար չունենք, մենք պետք է մեր խնդիրների թե քաղաքական, թե տնտեսական լուծման բանալին փնտրենք այս ձևաչափում։ Մենք այս ձևաչափից դուրս ուրիշտեղ չունենք սահման, շփում կամ ասենք ներկայություն։ Հիմա մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է կարողանանք այս ձևաչափի ներսում համոզենք այս հզոր խաղացող երկրներին, որպեսզի եկեք շեշտադրումը ոչ թե դնենք քաղաքական խնդիրների լուծման վրա, այլ քաղաքական խնդիրների լուծումից շեշտադրումը, շեշտը տեղափոխենք տնտեսական դաշտ, ինտեգրացիոն, կոմունիկացիոն, համատեղ ծրագրերի իրագործումով փորձենք զարգացնենք տնտեսական կապերը եւ այդ տնտեսական կապերի զարգացմանը զուգահեռ լուծենք քաղաքական խնդիրներ։ Հիմա մենք պետք է ակտիվ կարողանանք կազմակերպել ֆորումներ, համաժողովներ, գիտաժողովներ, որպեսզի կարողանանք շեշտը դնենք այդ տնտեսական բաղադրիչի վրա։ Դրա համար ես առաջարկում եմ մեր կառավարությանը, անձամբ պարոն Փաշինյանին, որպեսզի մինչև հաջորդ հանդիպումը, որը կարող է տեղի ունենա Հայաստանում, որ դեռ հստակեցված չի, որտեղ 3 հանդիպում է տեղի ունեցել, մեկը Ռուսաստանում 21 թվականի դեկտեմբերի 10-ին, մեկը տեղի ունեցել Իրանում 23 թվականի հոկտեմբերի վերջին եւ երրորդը վերջին հանդիպումը տեղի ունեցել Թուրքիայում հոկտեմբերի 18-ին 24 թվականի։ Թուրքիան որոշվել է հաջորդ հանդիպումը անցկացնել Երևանում եւ Բաքվում, բայց հստակեցված չէ։ Հիմա ես առաջարկում եմ Երևանի հանդիպումից առաջ կամ Բաքվի հանդիպումից առաջ
Երևանում կազմակերպել մեծ ֆորում, նախարարներ, գիտնականներ, տնտեսագետներ, ներդրողներ, հասարակական սեկտոր ԶԼՄ-ներ մեծ ֆորում կազմակերպել այդ ձևաչափի տնտեսական բաղադրիչի վրա շեշտը դնելու համար։ Ինչպես պիտի ֆորումը դնի տնտեսական ձևաչափի մասին, եկեք չմոռանանք, որ մենք խոսում ենք մի իրավիճակի մեջ, երբ որ ձեր նշած հարթակի երկրներից երկուսը ուզում են Հայաստանի չգոյությունը, մեկը ուզում է Հայաստանին կուլ տալ իր մեջ, եւ մեկն էլ մասամբ պաշտպանում է Հայաստանը, քանի որ նրա համար ուրեմն դեպի հյուսիս դուրս գալու լավագույն եղանակը Հայաստանն է։ Եվ այս պարագայում դուք հիմա ուզում եք ֆորում դնենք, եկեք հասկանանք, լավ դրեցինք այդ ֆորումը, ինչ ենք քննարկելու այդ ֆորումը։ Քննարկելու ենք 3+3 ձևաչափի տնտեսական հնարավորություններն ու տնտեսական հեռանկարները։ Հիմա տեսեք, այս 6 պետությունների համատեղ ուրեմն հնան մոտ 4 տրիլիոն դոլար է, ներկայությամբ 24 թվականի տվյալներով։ Ուրեմն, եթե այս 6 պետությունները համաձայնվում են մշակեն միասնական տնտեսական զարգացման քաղաքականություն, միասնական ներդրումային քաղաքականություն, միասնական լոգիստիկ քաղաքականություն, 10 տարում հնարավոր է այս 4 տրիլիոնը կրկնապատկել սարքել 8 տրիլիոն դոլար հասցնել համախառն այս 6 պետությունների հնան։ Մեկ շնչին ընկնող հնան ներկա պահին 12.700 դոլար այս 6-ի մեջ միջինը։ Կարելի է հասցնել 20,000 դոլարի 10 տարի հետո։ Արտաքին առևտրի ծավալները ներկա պահին, ուրեմն այս 6 երկրները ունեն բոլորի հետ 1.6 տրիլիոն դոլարի արտաքին առևտուր, իսկ միմյանց միջև ընդամենը 200 միլիարդ դոլարի արտաքին առևտուր ունեն, որը կազմում է ընդհանուր առևտրի 12.5%-ը։ Հիմա, եթե մենք ասում նրա մասին, որ որոշ երկրներ ընդհանրապես չունեն, ես հաշվարկել եմ բոլորինը բոլորի հետ, որը հասանելի է։ Հիմա, եթե զարգացնում ենք տնտեսական համագործակցությունը, կարելի է ստանալ մոտ 4.5 տրիլիոն արտաքին առևտուր բոլորի հետ, որի 30%-ը 1.2 տրիլիոնը կազմի այս 6-ի ներքին արտաքին առևտուրը։ Այսինքն մենք կարող ենք մոտ 6 անգամ ավելացնել այս 6 պետությունների ներքին առևտուրը, արտաքին առևտուրը միմյանց միջև տնտեսական զարգացության համատեղ ծրագիր, ներդրումային համատեղ ծրագիր եւ բազմաթիվ սոցիալական, մշակութային կարելի է հազարավոր ծրագրեր իրականացնել, եթե ցանկություն լինի։ Պոտենցիալը շատ հետաքրքիր է։ Այո, պոտենցիալը իմացած ինչ է, որ ներուժը շատ մեծ է, ներուժը։ Այս պետությունների ներուժը, նայեք, այս պետությունները հարուստ են հանքահունքային ռեսուրսներով։ Տարբեր պետություններ ասում եք ու ասում եք իրանք հարուստ են, բայց իրանք հարուստ են տարբեր ձևերով։ Այո։ Տարբեր չափերով։ Այո։ Այդ պետություններից գրեթե բոլորը, բացի Հայաստանից, ունեն առևտրային ուրեմն հնարավորություններ, ծով, ես չգիտեմ, ելքեր եւ իրենց տնտեսությունը չի ամրապնդանում հենց այս առևտրի հիման վրա։ Այստեղ իրենք կարող են այդ առևտուրը զոհել հանուն իրենց քաղաքական շահերի։ Այո, դուք ճիշտ եք ասում, որ հնարավոր է առևտուրը զոհեն հանուն քաղաքական շահերի, բայց այս բոլոր 6 պետությունները ունեն տնտեսական լուրջ խնդիրներ, բոլորն էլ, տեսեք, Ռուսաստանն ու Իրանը մեծ ուրեմն սանկցիաների տակ են, չէ՞։ Այսօր Թուրքիայի տնտեսության միջին տարեկան գնաճը 40%-ը գերազանցում է, միջին, այս վերջի 5 տարում պատկերացնում եք, իրանց արժեքը մոտ 600%-ով արժեզրկվել է։ Ուրեմն Վրաստանը նույնպես ունի տնտեսական լուրջ խնդիրներ, մեկ շնչի հնայով 88-րդ տեղն է աշխարհում, 8-8-ը։ Ասենք, տեսեք, որպեսզի պետությունը համարվի նորմալ տնտեսություն ունեցող, նրա գոնե մեկ շնչի հնգնող հնան պետք է մոտապես լինի 15-ից 20,000, այսինքն մինիմում 15, մինիմում 15։ Հիմա այս 6 պետություններից ոչ մեկ այդ 15-ին չի ասել, այդ այն ամենամինիմումն է, որը համարվում է տնտեսությունը որոշակի զարգացվածություն, բայց 20 եւ վերև արդեն լավ է։ Հիմա ոչ մեկ դրան 15-ին էլ չի ասել, Ռուսաստանում 14.2 է, Թուրքիայում 14, 13.8 է,
մեր մոտ 8-9, Վրաստանում 8-8, Ադրբեջանում 7-8, մեկ շնչին, իսկ Իրանում ընդհանրապես 4-4 մեկ շնչին ընկնող հնան։ Այսինքն ներուժը շատ մեծ է, բացի դա բոլորը ունեն այդ խնդիրը հասնելու 15-ին։ Իսկ 15-ը դա ասում ամենաներքին նիշն է։ Լավը, դա ոչ միայն լավը, բավարարը դա 20 պլյուսն է։ Մեկ շնչին ընկնող հնան 20 պլյուս պետք է լինի, որ համարես բավարար է, լավ է այդ երկրի տնտեսության վիճակը։ Ու սրանք բոլորն է շատ հեռու են այդ թվից։ Հիմա այսինքն բոլորն ունեն տնտեսական խնդիրներ։ Մենք էլ դուք նշեցիք շատ մեծ տնտեսական խնդիրներ ունեն։ Հիմա որպես այս 6 պետությունները կարողանան լուծել իրենց տնտեսական խնդիրները, տնտեսական խնդիրների զուգահեռ նաև կամաց լուծեն քաղաքական խնդիրները։ Քաղաքական խնդիրները Խամաց ոնց է պատկերացնում, օրինակ Ադրբեջանի տեսանկյունից քաղաքական խնդիրի կամաց լուծումը։ Դա է հետաքրքիր Թուրքիայի։ Նայեք, տեսեք, հիմա ինձ թվում է, ներկա պահին ինձ թվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հասկացել են, որ Հայաստանը պետքա գոյություն ունենա, Հայաստանը պետքա որպես պետություն աշխարհի քաղաքական քարտեզում լինի, մակում լինի, դրոշ հիմն ունենա եւ այլն։ Ինչու՞։ Որտեւ եւ արևմտյան աշխարհը Ֆրանսիայի գլխավորությամբ, եւ Իրանը, եւ Հնդկաստանը բոլորը սատարում են մեր ինքնիշխանությանն ու պետականությանը։ Այսինքն Թուրքիան ու Ադրբեջանը արդեն ներկա պահին ինձ թվում է հասկացել են, որ այն իրանց ծրագիրը, այն եղեռնական ծրագիրը անիրագործելի է։ Պետքա ուրեմն որոշակի նստել արդեն հարաբերություններ կարգավորել։ Դուք քաղաքական դաշտում տեսնում եք նշաններ, որ այդպիսի բան գոյություն ունի։ Ասենք օրինակ նույն Ադրբեջանը փոխել է իր հետորաբանությունը Հայաստանի հետ համագործակցությամբ կամ Թուրքիան։ Այո, ես նկատել եմ, տեսեք, 44 օրը պատերազմից անմիջապես հետո Ալիևը հայտարարեց, որ մենք թույլ չենք տալու, որպեսզի Հայաստանը բանակ ունենա, ընդհանրապես բանակ ունենա։ Մենք պետքա մեղրին վերցնենք, դա մեզ շատ կարևոր է, կտան չեն տա, այս բռունցքը ցույց տվեց, այս բռունցքով ես կվերցնեմ։ Կփակեմ Հայաստանի բոլոր ճանապարհները, որ զենքի մատակարարման բոլոր ճանապարհները, նաև հարված կհասցնեմ այն երկրներին, ովքեր որ զենք են մատակարարելու Հայաստանին։ Հայաստանը դի բանակ չունենա, ընդհանրապես կարող ոստիկանություն ունենա։ Սա Ադրբեջանի խոսույթն էր։ Բայց այսօր իրանք արդեն ասում են Հայաստանը զինվում է, դա մեր համար սպառնալիք է։ Հայաստանը չի տալիս մեր ճանապարհը, մենք կգնանք բանով, Իրանով կգնանք Նախիջևան։ Արդեն խոսույթը փոխվել է։ Թուրքիան էլ է, եթե Թուրքիան առաջ ասում էր Հայաստանը պարտավոր է կատարի Ադրբեջանի պահանջները, այսօր Թուրքիան ասում է լավ կլինի խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Չի ասում պարտադիր Հայաստանն ընդունի Ադրբեջանի բոլոր պահանջները, իսկ ընդամենը 2 տարի առաջ իրանք մեզ պարտադրում էին մենք ընդունենք Ադրբեջանի բոլոր պահանջները։ Իսկ որը պահանջ մնացել է, որ չենք ընդունել։ Շատ պահանջներ է մնացել։ Ամենագլխավորը դա նույնիսկ այս բանակցությունների մեջ են երկու կետը, որը որ իբր թե խնդիր էր, ասենք Եվրոմիության դիտորդների հարցը կամ ասենք մյուս հարցը, հանկարծ Հայաստանը անսպասելիորեն Ադրբեջանի համար ասաց մենք ընդունում ենք։ Տեսեք, դրանք ուղեկցող խնդիրներ են։ Գլոբալ խնդիրը դա այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի խնդիրն է։ Մենք ասում ենք այնտեղ Միջանցք, ձեր պատկերացման Միջանցք չի կարա լինի, Իրանն ասում է ձեր պատկերացման Միջանցք չի կարա լինի, Ռուսաստանն ասում է եթե Միջանցք է լինի, պետքա լինի իմ հսկողության տակ, մենք էլ արևմուտքն էլ բոլոր զարգացած երկրներն ասում են, այդտեղ պետքա լինի այնպիսի ճանապարհ, որը որ միջազգային ընդունված է, այսինքն էքստրաորդինար չի կարա լինի։ Հիմա այսինքն ինձ թվում է արդեն Ադրբեջանը, Թուրքիան էլ համակերպվել են այդ մտքի հետ։ Հիմա պետքա մենք օգտվենք այս ներկա իրավիճակից, փորձենք քաղաքական եւ էսկալացիոն դաշտից խնդիրները տեղափոխենք տնտեսական դաշտ։ Եվ այդ ֆորումը, եթե ասենք մի հատ ֆորում կազմակերպի Երևանում, մի հատ ֆորում կազմակերպի Բաքվում, մի հատ ֆորում կազմակերպի Մոսկվայում, Թեհրանում, տարբեր ֆորումներ, մեկը մշակութային ֆորում, մշակութային ժառանգության պահպանության, տնտեսական, կոմունիկացիոն, տեսեք, ներկա պահին Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը միջին միջանցքի արդեն անդամ են։ Արդեն գործում է այդ միջանցքը ներկա պահին։ Տարեկան 1.3 միլիոն տոննա բեռա տեղափոխվում։
Դուք Մենք ինչ նկատի ունեք ավելի Ես ինչ նկատի, ես ասեմ, որ արդեն տնտեսական այս 3+3-ի մեջ տարբեր տնտեսական արդեն համաձայնագրեր են գործում, արդեն գործում են հենց Ինչ եք ասում դրա մեջ, այդ երկրները, որոնք որ 3+3-ի մեջ են, 3+3-ից դուրս իրանք ունեն տարբեր Այո, պայմաններ։ բայց հիմա տեսեք, այդ 3+3-ի մեջ Իրան, Ադրբեջան, Ռուսաստան, Հյուսիս-Հարավ արդեն համաձայնագիրը գործում է, արդեն դա գործում է, ստորագրել են 3 պետություններ։ Շրջանցելով Հայաստան։ Այո, դե հիմա մենք հələ որ քաղաքական խնդիրներ ունենք։ Հիմա եթե մենք էլ կարողանանք մտնել այդ ինտեգրացիոն գործընթացի մեջ մեր խաղաղության խաչմերուկով, տեսեք, մի կողմից միջին միջանցն է, մի կողմից հյուսիս-հարավն է, չէ՞ մենք այս մեջտեղում ենք։ Եթե մի փոքր մենք կարողանանք մեր շահերը մի փոքր պաշտպանենք, մի փոքր առաջ տանենք, մի փոքր համոզենք, կամաց կարող ենք ինտեգրվենք այդ խաչմերուկի մեջ մեր խաչմերուկով։ Ինչ է որ մենք չենք անում այս Չէ, դե ձգտում ենք ներկայապայն ասենք ցանկացած հարթակներում, ցանկացած տեղ մենք այդ մեր խաղաղության խաչմերուկը գրքի տեսքով, բրոշուրի տեսքով, բանի սլայդների տեսքով, ասենք ներկայացում ենք վերջերս այդ Երևանյան քննարկումներում մեր վարչապետը ներկայացրեց, դա շատ լավ է, ցանկացած քննարկում շատ լավ է, քննարկում ավելի լավ է, քան թե ասենք ռազմական լեզվով խոսալ, էլի։ Իմ ասածը դա է, որ մենք պետքա ձգտենք տնտեսական բաղադրիչ ավելացնենք, որպեսզի 3+3-ը գործի։ Տեսեք, 3+3-ի ամենամեծ շահառուն մենք ենք։ Եթե 3+3-ը ասենք, պատկերացնեք ամենալավագույն տարբերակը 100%-ով գործի, չէ՞։ Ամենամեծ շահը մենք ենք ունենալու այդ 6 պետության մեջ։ 50%-ով գործի, էլի ամենամեծ շահը, ինչքան էլ գործի, դի ամենալավը լինելու Հայաստանի համար։ Ինչու՞։ Որտեղ մենք հենց 3+3-ի մեջ տեղում ենք, մեր բոլոր 4 սահմանները 3+3-ի մեջ է։ Մնացած են 5 պետություններ, իրանք ունեն արտաքին այլ սահմաններ, բացի այս ձևաչափի սահմանները։ Դա է իմ ասածը, որ Հայաստանը պետքա ձգտի, պետքա ինքը ավելի ագրեսիվ լինի։ Եթե մենք սկզբից հիշում եք, մինչև 3+3 ձևաչափին միանալը մեր մոտ դուք ճիշտ նկատեցիք, որ հասարակությունը բևեռացված է, չէ՞, մեծ մասը դեմ էին, չէ՞ դրան։ Բայց իմ ուսումնասիրությունը ցույց է տալի, որ եթե ձևաչափը զարգանա, դա ամենաշատը Հայաստանին աղոտ տալու։ Եվ մշակութային առումով, եւ տնտեսական, եւ քաղաքական առումով։ Տեսեք, մենք նույնիսկ մշակութային ժառանգության պահպանման խնդիր ունենք։ Այս բոլոր 5 պետություններում մեզանից բացի մնացած բոլոր 5-ում մենք մեծ մշակութային ժառանգություն ունենք։ Դրա պահպանման խնդիր ունենք։ Մնացած պետությունները այդ չունեն այդ խնդիրը բոլոր 5-ում։ Մենք բոլոր 5-ում ունենք։ Կարանք այդ ձևաչափի մեջ նույնիսկ այդ խնդիրի լուծման ինչպես, եթե Ադրբեջանը այս պահին հենց երբ որ մենք խոսում ենք, շարունակում է ոչնչացնել Արցախի եւ ընդհանրապես հայկականության հետքերը, որովհետեւ ըստ իր գաղափարախոսության, որ ինքը դասագրքերից դպրոցական բերում է բուերով եւ այլն, Հայաստանը ընդհանրապես չի եղել պատմության մեջ։ Հասկանում եք, ոչ թե հիմա չպետք է լինի, հիմա թույլ է արժանի չի եւ այլ պատմության մեջ Հայաստան չի եղել, իսկ հայերը եկել են օտար տեղերից, եկել են այստեղ, գրավել են այս տարածքը եւ իրենք տարբեր ֆիլմերով, տարբեր ուրեմն գիտական աշխատություններով հիմա այս թեզն են անում եւ այս պարագայում դուք առաջարկում եք տնտեսական շահը գերակայի այդ իրենց այդ ամբողջ այդ սերնդի դաստիարակած սերնդի ուրեմն գաղափարախոսությանը ես դա եմ ուզում հասկանալ ինչպես եք դուք պատկերացնում շատ ճիշտ եք հիմա ոնց եմ պատկերացնում նայեք ես բերեմ օրինակ տեսեք սկսած վիկինգների ժամանակաշրջանից հռոմի կայսրությունից եվրոպական վիկինգի ցեղերը հազարավոր տարի իրար կոտորել են հազարավոր տարի մինչև առաջին համաշխարհային պատերազմն են իրար կոտորել դրանց առաջել են կոտորել առաջինից հետո եկել է երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում բոլոր ազգերը իրար կոտորել են ու ասենք մեծ թշնամանք ա եղել ֆրանսիացիների գերմանացիների բայց միջև անգլիացիների եւ մյուս իռլանդացիների բան չէ բայց տեսեք վերջում իրանք հասկացել են որ իրար կոտորելով չես կարող խնդիր լուծես պետքա փոխես քաղաքական դաշտում շեշտադրումները ռազմականից տեղափոխած տնտեսական ռելսերի վրա։ Հիմա այս Եվրոպան հասկացավ դա, ստեղծեց Եվրոմիությունը։ Այսօր իրանք սահմաններ չունեն։ 27 երկիր այսօր սահման չունի։ Այսօր երկրից անցնում ասենք մեքենով իրանք ասած ֆրիվեյով անցնում ես, դա մի հատ փոքրիկ ասենք բանա, վրան գրածա
Բելգիա կամ Ֆրանսիա, ասենք, երկրից երկիր։ Այո, նրանք որովհետև նրանք բոլորը ունեն քաղաքակրթական նման արժեքներ։ Այո, բայց իրանք ընդամենը 70 տարի առաջ իրարից ձև են կոտորել։ 80 տարի։ Ամեն դեպս չեմ ուզում ձեր այդ էնտուզիազմը ինչ որ ձևով բան բայց մենք կարող չէ 80 տարի հետո հասնենք դրան։ Բայց այդ քայլը դա հիմքերը պետքա դրվի, չէ՞ այսօրվա։ Այսինքն ինչ եմ ասում, ասեմ եկեք այսօրվանից մենք կամած քայլը օրինակի համար ենթադրենք հասնենք նրան, որ կազմակերպվի օրինակի համար մշակութային ժառանգության գիտաժողով, ենթադրենք Բաքվում։ Մենք գնանք մասնակցենք, ռուսերները գան մասնակցեն, իրանցիներն գան մասնակցեն, թուրքերները, վրացիները գան մասնակցեն։ Ինչքան էլ ուզում ասենք Ադրբեջանը ձեր ասած շեշտադրումներն անի, որ մենք չենք եղել կամ չգիտեմ եւ այլն, եկվ որ ենք էս։ Մենք մեր եք, չէ՞ կարող ներկայացնենք, ռուսերն էլ իրանցը չէ՞ կարող ներկայացնեն, ինչ ա եղել, ասենք Գանձակը, Ելիզավետ Պոլլայը, Եփայը, ոնց ա եղել կամ Պասկաստանի շահերը ինչքան են իշխել այս տարածաշրջանում խանությունները, ոնց ա եղել, ինչ ա եղել, չէ՞։ Ամեն պետություն կարող ներկայացնի իր պատմությունը, իր մշակութային ժառանգությունը, նկարներով, ապացույցներով եւ այլն։ Այսինքն շփումները, իմ ասած ուրեմն շեշտադրումների փոփոխությունը կբերի նրան, որ ասենք կարող է 50 տարի հետո կամ 30 տարի հետո կամ 20 տարի հետո այս տարածաշրջանը դառնա զարգացած տնտեսական կոնգլոմերատ։ Եթե քաղաքական կամք լինի, այ դուք ճիշտ եք ասում, եթե քաղաքական կամք չլինի, բազա միանշանակ միշտ պատերազմներ կլինեն, բայց վերջը մարդիկ հասկանում են, գասեն են գիտակցության, որ պատերազմները որոշ միտեղ տանող երևույթներ են։ Հիմա այսօր հենց այսօր Ռուսաստան-Ուկրաինա պատերազմա, չէ՞ գնում լայնածավալ, եւ ով է օգտվել։ Բայց հասարակությունը կամաց հասկանում են, չէ՞ որ միայն պատերազմով չես կարող դու քո խնդիրները լուծես։ Դե հասկանում են որ Դե հասարակությունները գոնե հասկանում են, այսօր եթե դու գնաս Ռուսաստան խոսնես ռուսաստանցիներին կամ ուկրաինացիներին, երկուսն էլ մեղավոր են ճանաչում քաղաքական ղեկավարությանը, եւ նրանց։ Ես էլ եմ դες մտածում, որ եւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունները մեծ սխալներ են թույլ տվել, մեծ երկուսն էլ, որ եկել են հասել են այդ օրվան։ Բայց կարեն չգային, նրանք սլավոնական ցեղեր են եւ ունեն նույն արմատները, նաեւ դավանաբանական, երկուսն էլ ուղղափառ եկեղեցիներ են։ Իմ ասածն ինչ է, որ եթե քաղաքական վերնախավը չի ցանկանում լուծել խնդիրները, չես կարող պարտադրել, բայց վերջիվերջո այդ սուբյեկտները իրանք գգաբիոր որ իրանք կփոխարինեն ինչ որ ավելի զարգացած, ավելի կիրթ մարդիկ։ Իմ ասածը դա է, եկեք այսօրվանից մտածենք այդ ուղղությամբ։ Հիմա տեսեք, ես ինչ եմ առաջարկում, ասում եմ, եկեք այս 6 պետություններով մշակեք, ասենք համատեղ ենթակառուցվածքային քաղաքականություն։ Դա ինչ է նշանակում։ Տեսեք, Չինաստան, ԵՄ, Եվրոմիություն կապը անցնում է մի կետով, Կարմիր ծովով, Սուեզի ջրանցքով, ճիշտ է։ Հութիները Բանդերմանդեմի նեղուցում եւ Կարմիր ծովում ռազմական ներկայություն ունեն, չէ՞։ Նրանք միշտ խանգարում են այդ կապին։ Հիմա, այս մեր 3+3-ը միակ ճանապարհն է, միակ այլընտրանքն է, եթե Կարմիր ծովում տրանսպորտային կապը խաթարվում է, միակն է։ Չինաստան ԵՄ կապը մենակ ստեղով կյանցնի կամ Ռուսաստանով կամ Իրանով։ Դրա համար նրանք ստեղծեցին միջանցքը։ Հիմա եթե մենք այս պետություններով գանք ընդհանուր հայտարարի, որ զարգացում են կոմունիկացիաները, օրինակի համար Վրաստանն էլ ընդունում, որ տնտեսության զարգացմամբ լուծեն քաղաքական խնդիրները։ Տեսեք ինչ տեղի կունենա։ Ենթադրենք Վրաստանն էլ միանա, այսի ասած գաղափարին։ Թուրքիա, Վրաստան, Ռուսաստան կապը կարելի է տանել Հարավային Օսիայով եւ Աբխազիայով, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան կապը նույնպես զարգացնել, Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Ռուսաստան կապերը զարգացնելով, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան այդ կոմունիկացիաների հետ հզոր ցանցը ստեղծելով մենք ինչի կհանգենք, որ Չինաստան Եվրամիություն կապը կանցնի այս խորովակների մեջով։ Տարեկան 2 միլիարդ տոննա բեռ կարա տեղափոխվի իմ ասած այս ցանցի միջոցով։ Ու
Դա կունենա տնտեսական հետևանքներ, սոցիալական հետևանքներ, կզարգանան տնտեսությունները, մարդկանց կենսամակարդակը կբարձրանա։ Ես որպես տնտեսագետ գտնում եմ, որ քաղաքական խնդիրների բանալին տնտեսական համագործակցության ինտեգրացիոն քաղաքականության մեջ է։ Շնորհակալություն, պարոն Տերտերյան, հետաքրքիր տեսակետի համար, սելի հեռուստադիտողներ, ուզում եմ շեշտել, որ մենք զրուցում էինք տնտեսագետ, գործարար Ռազմիկ Տերտերյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։